Ամերիկայի Միացյալ Նահանգները տրիպի հետ կապված, որովհետեւ շահ ոչ արտաբերել են, ոչ հայտարարել են, ոչ ունեն, ոչ խոսք են տվել խառնվեն, մինչև այդ հարցը չմտնի կոնգրես, մինչև սենատի համապատասխան որոշում չլինի, տրիպի եւ մնացած այդ 4 օգոստոսի 8-ին ստորագրած թղթերը Հայաստանի եւ ԱՄՆ-ի ունեն նույնքան գին, որքան այդ թուղթը։ Բայց որ գագաթնաժողով է Երևանում, դա կապ չունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում սենատը ունի, նու ցենց ասեմ վետո իրավունք։ Իսկ մինչև մենք չենք կարող խոսենք բանի մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Մենք կարող ենք խոսել Տրամպի ադմինիստրացիայի, Վիտյոկի եւ Զյատյոկի, այլ կոռումպացված կամ ոչ կոռումպացված ընկերությունների, որոնք հիմա նոր են ստեղծվում։ Հասկանում եք, տրիպի մեջ չկա ընկերություն, որը նո այս պահին գոնե Նյու Յորքի ֆոնդային բորսայում 1901 թվականից գործում է ու ինքն էլ ստեղ հիմա կա ու գալիս է Հայաստան, որ գոնե ասես դե լավ, օքեյ, սրանք գիտենք։ Ասենք տրիպի ֆինանսական բաների համար Մորգան Ստենլին պատասխանատվություն չի վերցրել։ Citibank-ը չի գալիս, Bank of America-ն չի գալիս, չգիտենք ով է գալի։ Մեծ հավանականությամբ դա նույն թեման է, որը որ Գազայում եկեք 2 հատ հյուրանոց սարքենք 4 հատ ստրիպ կլուբ, մի հատ էլ կազինո։ Այդ Տրամպի ու Վիտյոկի նույն գաղափարախոսությունն է։ Այսինքն նորից եմ ասում, տրիպը շատ լավ գաղափար է, եթե ինքը տրիպ չի կոչվում, բայց դուք ցանկացած լավ գաղափար կարաք վարի տակ, որովհետև կապնվում եք, ասենք այդպես մարդկանց հետ։ Տրամպի ադմինիստրացիայի աշխատակազմի ղեկավարը Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Տրամպը իրան պահում է որպես ալկոհոլիկ։ Այսինքն հարբեցողի պես նստում է ու ասում է, սկսում է գոռալ, որ իմ դեմը խաղ չկա։ J.D. Vance-ը կինն ասում, աշխատակազմի ղեկավարն է, ես չեմ ասում, ասում է, մասկը կետամինի վրա է նստած։ J.D. Vance-ը համարում է հավատում է դավադրությունների տեսությունների, ամբողջ գործունեությունը դրանով է պայմանավորված։ Բացեք նայեք Ամերիկայում ինչա կատարվում։ Տրամպի ադմինիստրացիային լուրջ վերաբերվում են մենակ դեմոկրատ դատախազները, ովքեր սպասում են այսենց սրանց ժամկետը պրծնի, սաղին դնեն, ցմա դատեն մի հատ բան անեն, որովհետև Տրամպի պատերազմի նախարարը առանց իրավունքի ըստ ամերիկյան ռազմական ծովային ուստավի ռազմական հանցագործություն է գործել, հրաման տալով մարդ սպանել ծովում։ Տրամպը հայտարարել է, որ այդ նավակը, որը որ նավակը տանում էր բան, կոկային, թե մեթամֆետամին, բերում էր Ամերիկա, ապացուցել են, որ եղբայր, այդ կոկայինը նախ Հայաստան չի գալի, նո, в смысле Ամերիկա չի գալի։ Երկրորդը Վենեսուելան ընդհանրապես մեթամֆետամին չի արտադրում։ Այդքանից հետո սուտ խոսած, տեսավ չկա, ադմիրալներ նստեցին, ասին սա ռազմական հանցագործություն է, սենատորները սկսեցին իրան ասել դու ռազմական հանցագործ ես, դու պետք է դատվես։ Հիմա էլ հայտարարել է, որ գիտեք ինչ կա, իրականում Վենեսուելան մեզ պետք է վերադարձնի մեզանից գողացած օղերը։ Հիմա սա Ամերիկան վրան խնդում, ասում է կներեք Վենեսուելան մեզանից ինչ է գողացել։ Որ թվին, երբ, ինչի քեզնից բացի մեկը տեղյակ չի դրա մասին։ Դուք իրոք լրջորեն ուզում եք պատկերացնեք, որ հիմա իր հետ պայմանավորված ինչ-որ գործողություն կանեք ու ինչ-որ մեկի ոտերին կլնի, թե դուք ինչ եք արել։ Արագ իրանք փողեն լապելու գնան, ոնց որ Աֆղանստանից գնացին։ Մնալու է մեր վզին, մեր երեխեքի արունով փագենք այդ մարմիններով, փագենք այդ ծակերը, այդ սարքած ճանապարհները, այդ գազամուղները հետ սվարկա անենք, տրակացնենք, որովհետև ոչ մեկին դա պետք չի։ Սելջուկ բոլշևիկյան հրեշը աշխարհում ոչ մեկին պետք չի։ Պոլսից մինչև Ալթայ ճանապարհը աշխարհում ոչ մեկին պետք չի։ Ոչ մեկին պետք չի, որ սելջուկների ճանապարհը դեպի Բոսֆոր ու Դարդանել նորից բացվի։ Ընդհանրապես ոչ մեկին պետք չի, բացի Նիկոլ Փաշինյանից, որը անգրագետ է ու չի հասկանում ինչ անում, կամ չգիտեմ ով է։ Այստեղ ստացվում է, որ իր հարավային ֆլանգում, որտեղ առանց այդ մի հուրի
բարի վիճակ չի, ուիպերի չի Թուրքիան։ Մի հատ էլ ինքը ստանում է մոտարապես 300 միլիոնանոց սոված, ծառավ, ամեն ինչին պատրած, զանգված կենտրոնական Ասիայում, որը այսենց կարա բերի սահմանին, մտցնի Եվրոպան, ապակայունացնի, սենց անի հետանի, մտցնի Եվրոպայի օրենքներից ընդունելով ոնց որ Գերմանիայում անում, անձնագիր տա, գոնե կամ անձնագիր չտա, ներքին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում սարքի ասենք բան, պուճուրիկ Թուրքիա մի հատ։ Դա Պուտինի եւ Էրդողանի հիմնական բանն է, որ իրանք այտենց են աշխատում։ Բոլորը դա հասկանում են։ Փաշինյանը չի հասկանում։ Հիմա որ ասեմ կասի դե Եվրոպական միությունը հետաքրքիր սուտ են ասում, Եվրոպական միությունը երբեք չի հետաքրքրված չի եղել։ Ինչ որ մեկը վերեր կացեմ, երոնցից ասել են Եվրոպական միությունը հետաքրքրված է տրիպով։ Ասեմ ինչով է հետաքրքրված։ Հարիֆներ։ Ինքը հետաքրքրված է միտը մտնի տապալի սաբոտաժ անի։ Որ վրազ չբացեք։ Որովհետև ի վերջո Տրապը տակով վիճակով էլի թռնելու է, էլի ընկնելու եք Մակրոնի ոտերը, խնդրեք, որ ինչ-որ մի բան անի, այդ 300 հոգին հիմա որ կանգնած են սահմանի վրա, եվրոպական դիտորդական առաքելությունը, գան կանգնեն, որ քո երկիրը չգրավեն։ Որտեվ Մերգերի Քորյանին, Խաչատուր Սուքիասյանին, Նիկոլ Փաշինյանին ու եւս այդ իրանց զանգվածին, այս նոր ինչ-որ էկոնոմիկայի նախարարը գնալով հիասթափվում եմ ուղղակի իրանում։ Ժողովուրդը տես չի, տես չի երկիրը կառավարվում։ Երկիրը ձերը չի, դուք վրեմենշիկ եք, դուք եկել եք, իսքան գործանելու, այսքան, սահմանադրություն փոխել, 4-րդ հանրապետություն, չգիտեմ, կաթողիկոսի տեղը մի հատ ռեպտիլոիդ դնենք, հասկացա, սաղ կարակ հայտարարեք, գործով եթե չեք զբաղվում, մի արեք ոչ մի։ Երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր պետք է իրականացվեն հանրաքվեներով, կական դիվանագիտության եւ Եվրամիության դիրքերի բան մտերմացում։ Գոնե մի քիչ։ Մենք կարողացել ենք Եվրամիության հետ մի քիչ էլ մտերմ անենք։ Հարցը այն է, որ տեսեք, մենք ունենք ճանապարհ, որը մեր այդ ճանապարհը իրականում ինքը պայմանավորված է մեր ծագումով, որ մենք եվրոպացի ենք, մենք չենք կարող ուրիշ բան անենք, չենք կարող դրան հակառակը գնանք։ Եվ մենք ունենք 30 տարյա իշխանություններ տարբեր, որոնք իրենց վրա աշխատելու փոխարեն հետաձգում են այդ ճանապարհով գնալը։ Իրանք ոչ թե իրանք չեն ուզում իրենց վրա աշխատել։ Սկսենք նրանից արդեն ասեցի, էլի կկրկնեմ, իրանք երեսին կկրկնեմ։ Իշխանության մեջ գտնվող մարդկանց եւ գտնված մարդկանց 90%-ը եվրոպական ստանդարտներին չեն համապատասխանում։ Ոչ մի ձևով։ Իրանք չեն կարող լինել ղեկավար։ Ոչ միայն չեն կարող լինել ղեկավար, իրանք կրթությունը չի համապատասխանում։ Իրենք պահելու ձև չգիտեն իրանք։ Բան չի։ Սա նշանակում է նորմալ ազգի համար, նորմալ ազգի նորմալ ներկայացուցի համար, դա մոտիվացիա, որ ինքը գնա աշխատի իր վրա։ Բայց իրենք չեն անում դա։ Մա տեսեք, այսքան խոսում ենք փոշի բան, չէ, շինարարական նորմեր, հուլիսին մտցնում են, որ այո, Երևանում կառուցվող բանալիները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին, ում համար են կազմացել չեմ հասկանում։ Միջև հիմա շինարարությունը շարունակվում է այտենց։ Փոշի են ստեղծում, բան են անում, չկա այդ ամեն ինչը, որ տակը փորում ես հասկանում ես, որ ինչի։ Հայտարարում են, որ ինչ-որ 7 հեկտար, 40 հեկտար, 800 հեկտար, 3 ծիծիլիոն հեկտար ծառ են տնկել Երևանում, ուր են այդ ծառերը ոչ մեկ չի հասկանում։ Ասենք ուղղակի նայում ես ինչ-որ ավելանում է տարածքները, որտեղ սկսում են շենքեր կառուցել։ Խի։ Բացատրում ես, որ երկիրը չի կարելի սարքել մոնոքաղաք։ Չի կարելի Երևանում դնել 20-30 հարգանի շենքեր։ Դու սպանում ես մարզերդ, որ սպանում ես մարզերդ քո մոտ Երևանից բան չկա։ Սկսած զորակաչի կոչից վերջացրած աշխատանքային ռեսուրսներով։ Դու չես կարա բերես այտենց, այլ չես կարա 30 հարգանի շենք Երևանում պետք չի, այս քաղաքում այդքան մարդ չի ապրում։ Մենք ունենք հոյակապ քաղաքներ, որտեղ էկոլոգիական ավելի նորմալ վիճակը կամ լավ ընտի կառուցեք։ Այդքան փող ծախսելու դեմը տեղը էլեկտրիչկա գցեք որ գնա։ Բայց այնտեղ պետք է առաջի հերթին գործարան կառուցեն, աշխատատեղ ստեղծեն։ Երևանում որ մարդիկ աշխատեն։ Մինչև մարդ չապրի չի լինի, բայց որ Բայց եթե մարդկանց բերում են այստեղ։ Հիմա արդեն որ մարդիկ գալիս են դսից, իմ ծանոթ։
Իրենք sense դեմքով նայում են, ասում են, ուրեմն sense Գառնի, Գեղարդ, Սևան, Խորվիրապ, Նորավանք ինքդ կգնաս։ Տաթևն է հետը, ուրիշ տեղ ենք ուզում գնանք։ Մենք ես Երևանի ձեր բաները հոյակապա, տարբեր առարկաների անունով ռեստորանները շատ լավ է, բայց վերջը, ուրիշ տեղուր ենք գնում։ Չենք ուզում աղբեր հասկացանք։ Չենք ուզում, այդ ոնց որ գալիս են ստեղ տանում են եկեղեցիների փլատակներին, 10-15 տարի տանում են նույն եկեղեցու փլատակ, շատերի մոտ այսենց աչքեր են, ասում տղեկ կամ սարքեք այս եկեղեցին, կամ ասեք մենք փող տանք սարքեք, կամ հերիքա մեզ բերեք, ստե ամեն անգամ գալիս ենք ճիշիկի օտա գալի, երկու հատ բանա կոկա-կոլայի շիշա գցած։ Չկա, դա արժեք չի։ Չեն կարող անում այս մարդիկ հասկանան։ Քանդած եկեղեցին արժեք չի, քանդած եկեղեցին խայտարակություն է։ Երբ որ դու գնում ես Ռամզեսի քանդած տաճարն ես տեսնում, դա ասում ես դե լավ 4000 տարի առաջ մեռել են հիմա։ Ինչ կա հետա լավա որ էսի կասում, հա եկա, ձեր եկեղեցին ախր չեք սարքում։ Վերելեք ինձ ցույց տակ ինչ ան որ մեղքամ ձեզ փող տամ սարքեմ, ասեք մեղքանք փող տանք սարքենք։ Եթե հետել չեք ուզում, ինչ կա որ բերել եք ստե ինձ։ Ու հետո որ բերում ես այդտեղ սենց ճանապարհով։ Հետո մի հատ այդ ճանապարհով է միտեղ պետք է տանես, արդեն ոչ պիտի չի ուզում, ասում են կլինի ուշում, լավ այլ։ Հասկացա, մեզ շատ են սիրում, հասկացա համարում են, հասկացա բաներ անում, բայց դա տենց չի։ Եթե այդ 40 ավազակների չգիտեմ, որ մեկն է այդ մեջ շինարարությունները անում, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ երկրի ղեկավար, ոչ թե կոլխոզի քարտուղար, որը հայտնվել է այդ աթոռում պատահաբար, ինք կանչեր դրանց, կասեր մենք ունենք ծրագիր, այդ ծրագիրը հետևյալն է, այս ուղղությամբ ճանապարհ եք սարքում 4 հատ, չգիտեմ, բնակավայրին ապահովում եք այսքան բան, ենթակառուցվածքներ, կանչում ես հյուրանոցներին, ասում ես սարքում եք ցանց, կամ կանչում ես Best Western-ին, կամ ես ասում ես ես քեզ տալիս եմ բաներ, առավելություններ Հայաստանում սարքի 40 հատ հյուրանոց, գոն Այն առարկաների անունով ռեստորանների տերերին կամ այդ ռեստորատորներին կանչում ես, ասում ես, ուրեմն սենց, եթե 10 մարզից 6-ում ունենաք բան, գործող բիզնես, ձեր հարկերը կնվազեն 3%-ով։ That's it։ Ու սենց, այսինքն, եթե Նիկոլը երկրի ղեկավար լիներ, այս մտքերը հնենց չի, որ վայ, ես մի գիտես սենց ինչ-որ բանը։ Պարզ է։ Բացում ես նայում ես աշխարհում ինչ են արել, ինչ են, մոտարապես 100 տարի հետ ենք։ Թող բացի իր սիրած 4-րդ հանրապետության, Ֆրանսիայի 4-րդ հանրապետության բաները բացի, ըստ ցուցակի գնա։ Բայց չէ, հեծանիվ, կեպկա, շլյապ, նորաձևություն, էլ ինչ, յոլեշկա զաժգիս բանի շոր սենց, հա հոյակապա, այն բանի գնացել եմ այդ նոր բանի, տոնածառը։ Հեչ վեջները չի, հրավառությունը տվեցին շատ սիրունաբան, սկսվավ, գնացել են սաղ արդեն, տրանսպորտային կալապս, բարդակ, ոչ մեկ չի հասկանում ոնց պտի գնա, ուր պտի գնա, այսենց կանգնած են, ինչ-որ ջոջեր են գելեն վագեններով դուս գալի մարդկանց մեջով բան, լերիվ նորմալ նիկոլական վիճակ, սիրուն մի հատ սենց բանը պատետավորեցին, դրանից հետո ինչ, ոնց, ինչի մար, վեջները չի, Սիրուն ռիլզեր, տիկտոկներ, բան լցրեցին, հոյակը, չէ, ես ուրախ եմ, որ սիրուն է, տղեկ, բայց մենակ սիրունը ոչի, ասենք սիրուն աղջիկ է, բայց եթե չի լվացում, վրից կրտինքի օտա գալի, չէ, լավ սենց ասեմ, որ զզվեք արդեն, զզվանք առաջացնի ֆիզիկապես, շպարված սիրուն աղջիկ է, հերվից մոտիկ ես գալի, վրից գոզա օտա գալի, լավ է, տուն կտանեք, ցավոք սրտի, ասենք չգիտեմ, մեր երգիրը Նիկոլի վաղ տեսք Էվակ պլան պետք է լինի, պետք է հայտնի լինի ոնց է հրապարակից դուրս գալիս, գիտեք մետրոյի կայանը բանը, հանրապետության հրապարակը, մինչև ժամը 10 մարդ չի ընդունում, մարդը ընդուն է 10 հոգի, իսկ գիտեք ինչու, որտև տելսելի ապարատները կասկածում են, որ չի աշխատել, չկարողացանք մտնենք ամեն դեպքում, երբ եկանք սենց լծված էին մարդիկ, ոստիկանությունը ասում է, չենք կարա շատ մարդներ թողնենք, ոգի կուտակվում են, այսինքն տրանսպորտային կոլապսը դա է, որ դու պատրաստ չես դրան, դու հայտարարում ես, որ գալ, դու գիտես, որ քո կողմնակիցները գալու են լծվեն, հասկանում եմ դու իրանց ոչխարի տեղ ես դնում, բայց իրանք մարդ են արա,
ավտոբուսներ ապահովի հասցրու տեղ, մետրոն ապահովի, որ այդ օրը երկու կողմով գնանք, չգիտեմ, մի բան արեք դուք, հաշվեք, քանի մարդ է գալու, նախապես պլանավորեք էվակուացիան, հիմա աստված չանի, մի բան լիներ, որովհետև մեզ մոտ եղել է, այդ հիշում եք, մի անգամ բան էր, բան տրակեց այնտեղ, ախպեր ոնց են էվակուացիա լինել, առանց բոլորը բարի վիճակում, ժպտալով, նոր տարի, բան, սենց ժպիտով, բան, հա մեկը ինչ-որ 5 րոպե, 10 րոպե, 15 րոպե հետո հասկանաս մարդկանց մոտ ագրեսիա առաջանում։ Ելքի ճանապարհ չկա, տուրիստներ կան գլուխ չեն անում, ոնց պիտի դուրս գան հրապարակից։ Գնում կորում են, հետ են գալի։ Այսինքն այդ ամեն ինչը կոչվում է կառավարում։ Մանավանդ եթե իրան վստահում են, ինքը ամաչում է, որ չի անում, չի կարողանում, վախենում է, որ չի ստացվի, վախենում է վարկանիշ կորցնի, չի անում, իսկ չանելը ավելի վատ է, տեմպ ենք կորցնում դեպի Եվրամիություն գնալու, որովհետև շատ հաճախ իրանք վախենում են ինչ-որ քայլ անել, վստահ լինելով, որ չի ստացվի, ամաչում են նրանից, որ չի ստացվի, բան չնանի, քաղաքենին ոնց է իրան պահում, точно տենց